ես ինքս երկար տարիներ աշխատում եմ այս ոլորտում որպես արկածային տուրերի համակարգող ու նաև ուղեկցող քայլարշավներ ու լեռնային արշավներ, այսինքն հայքինգներ ու թրեքինգներ ու մեծ աճ է գրանցվում ամեն տարի։ Արկածային տուրիզմը ինքը բառը իրանով արդեն ասում է արկած, այսինքն տուրիզմի ձև, որտեղ պարունակում է հենց արկածը, այսինքն վտանգներ, ռիսկեր եւ այլն։ Ու այդ ձևերից, տուրիզմի ձևերից ամենաշատը, որ օգտագործվում է, դա քայլարշավներն է ու թրեքինգն է, այսինքն լեռնային արշավներն ավելի շատ, նոր արդեն գալիս է ավելի լուրջ, արդեն ալպինիզմը, այսինքն այդ վիսոտնի ալպինիզմը, մաունտերինգ եւ այլն, բայց ամենաշատը, որ օգտագործվում է արկածային տուրիզմում, դա հայքինգներն ու թրեքինգն են։ Դե իհարկե կան ջրային տուրիզմի ձևեր, որոնցից է ռաֆտինգը, որոնցից է կայակինգը, դայվինգը, կա պարապլանիրիզմ, էլի լավ կազմակերպում են Հայաստանում արդեն աշխարհով էլ, բայց Հայաստանում արդեն երկու կազմակերպություն, որ շատ լավ կազմակերպում են, կա սպելիո տուրիզմը, քարանձավային տուրիզմ, կա հեծանիվներով տարբեր թե ճանապարհային, թե լեռնային արահետներով, այսինքն այդ շասեյնին ու նաև cycling ու mountain biking, կա սկի տուրինգ կոչվածը, որ արկածային տուրիզմում շատ լավ է Հայաստանում, ինչ ասում եմ, դե պարզ է, աշխարհում կա, նրանք, որոնք որ թվարկում եմ, Հայաստանում արդեն արվում է ու բավականին լավ, հետո ձիերով տուրերը էլի հիմա մեծ թափ ունի արդեն ահագին, որովհետև մի ժամանակ համակարգված չէր, կար մի քանի հեծյալ ակումբներ, իսկ հիմա արդեն մարզերում բավականին անհատներ ստանում են տարբեր դրամաշնորհներ կամ ինչ-որ ներդրումներ են անում ու կազմակերպում են նաև ձիերով տուրեր, ունենք տարբեր մարզերում մարդիկ, ովքեր ունեն բավարար քանակությամբ ձիեր ու ձիերը պատրաստ են այս գործողությանը, որովհետև բոլոր ձիերը չեն, որ կարան աշխատեն տուրիզմում, ես սա ասում եմ ոչ թե ձիասպորտի մասնագետ, այլ տուրիզմի մասնագետ, ուսումնասիրելով ու մի քիչ մարզվելով այս տվյալ սպորտաձևի մեջ, զուտ իմ տեսանկյունն է, որ ձիերը, որոնք որ աշխատում են տուրիզմում, պիտի լինեն ավելի հանգիստ, ավելի ենթարկվող, որովհետև սպորտային ձիերը իրանք խնդիր են բերում, եթե մի հատ ձայն լսեն իրանք կամ եթե պահիտակ խրդնեն, իրանք հրահանգը ուրիշ ձև են հասկանում, իսկ տուրիզմի մեջ գյուղական ձիերը ուրիշ ձև են հասկանում, հա, դրա համար պիտի լինեն այդ ձիերը ու հիմա Հայաստանում բավականին կան, Սյունիքում կան, որ կազմակերպում են, Վայոց ձորում կան, Գեղարքունիքում կան, Տավուշում, մի խոսքով կարելի է Հայաստանը ծերից ծեր, սենց ձիերով արշավներ կազմակերպել, քանի որ Հայաստանի ռելիեֆը շատ տարբեր է, լանդշաֆտը շատ տարբեր է, հնարավոր է կազմակերպել տարբեր տուրիզմի ձևեր ու նաև տարբեր կատեգորիաների, տարբեր բարդությունների կարելի է կազմակերպել, այսինքն նույն հայքինգները կան ստաբիլ, ավելի շատ օգտագործվող երթուղիներ, տունենք Պարզ Լիճգոշ, Սանային Հաղպատ, Ամբերդի քայլքը, իրանք ոնց որ ավելի շատ օգտագործվող ու էլի բազմաթիվ կան, ավելի շատ օգտագործվող են ու կան նենց երթուղիներ, որոնք ավելի քիչ են, ավելի տարածված չեն, գծանշում արված չի, այսինքն տուրիստն էլ ինքը գալիս է թե գծանշված երթուղու համար, իրան դա էլ է հետաքրքիր ու նաև կան, որ գալիս են ընդհանրապես մարդկային ֆակտորը չտեսնելու համար, այսինքն երթուղիները շատ տարբեր են ու նույնը եթե վերցնենք լեռնային տուրիզմը, էլի սարեր այցելել էլի շատ տարբեր է Գեղամա լեռնաշղթան կարելի է 5 օրանոց թրեքինգով անցնել, Խուստուփը 3 օրանոց, Արագածը դե իհարկե միշտ կա, որովհետև Հայաստանի տանիքն է, որպես այդ կուլմինացիոն կետ արդեն միշտ Արագածն է լինում, անկախ նրանից հարավային գագաթն է, արևելյան, արևմտյան, թե հյուսիսային, միշտ Արագածը հիմնականում կա Եվրոպայից եկող տուրիստների համար ամենատարածված լեռները հիմնականում, որ թե ներքին տուրիզմում, թե ներգնա տուրիզմում հիմնականում դրանք են ու ոլորտի խնդիրները հիմնականում այս պահին սպասարկումն է, որովհետև իհարկե մեծ առաջընթաց կա սպասարկման մեջ, եթե գնանք 10 տարի հետ ու հիմա, թե սպասարկող անձնակազմի գույքը, թե իրանց մոտեցումը այս հարցին, թե իրանց վերապատրաստումը, ամեն ինչը հսկայական տարբերություն կա, բայց ինքը դեռ խմորման փուլում է, որպես խնդիր ես դա եմ տեսնում այս պահին, որ պիտի ավելի շատ ներդրումներ անենք մեր գույքի վրա, թե անհատը որպես իր անձնական օգտագործման գույք որպես ուղեկցող, թե նաև ընդհանուր տուրիստին մատուցվող ծառայության գույքը, այսինքն եթե մենք լեռներում ունենք
վրանային կանգառներ, քեմփեր պիտի անենք, այդ գույքը անգամ պիտի լինի պրոֆեսիոնալ։ Հիմա քիչ է պրոֆեսիոնալ գույքը, մեկ-մեկ ասենք կարող է այդ բրեզենտից հին վրաններով արվի խոհանոցը, բայց ամեն դեպքում պետք է պրոֆեսիոնալ գույք այս ոլորտում։ Մնացած գույքը, ասենք, եթե վերցնում ենք туриզմի ձևերի մեջ, կամաց թարմացնում են մարդիկ, ուսումնասիրում են ինչ նոր գույք կա, թե ժայռամագլցման մեջ, թե հայքինգների ու թրեքինգների մեջ, թե քեմփինգների մեջ, ամենտեղ հսկայական զարգացում կա։ Ու նաև մարդիկ իրենց վրա պիտի աշխատեն որակավորումներ, թրեյնինգներ, սերտիֆիկատներ, շուտով ինչ-որ լիցենզավորման հարցը բարձրանալու տենց դեռ չկա այդ խնդիրը, խոսում են, չգիտեմ, տեսնենք ոնց կլինի, ամեն դեպքում սպասարկումը պիտի ավելի լավ լինի, դա զգացվում է։ Այսինքն եվրոպական շուկայից եկող տուրիստի հետ, երբ որ դուս իրանք նկատում են դա, որովհետև ամենաշատ ճանապարհորդող ազգն են ու իրանք տեսնում են սերվիզի լավ կամ վատ լինելը, երբեմն երբ որ զրուցում ենք գործընկերոջ հետ, ընդեղի գործընկերոջ հետ, իրանք ասում են, որ լավ կլիներ, այսինքն այդ գրված այդ ֆիդբեքներից իրանք ասում են, որ լավ կլիներ, ասենք ուղեկցողը լիներ այսպիսին, ընդունենք, հա, հրահանգավորումը պարբերաբար աներ կամ սկզբից աներ կամ ունենար այս գույքը, այն գույքը, այս հանդերձանքը շատ կարևոր է, անգամ հանդերձանքը ստեղ, որտեղ երբեմն մենք թերանում ենք, այսինքն երբ որ տուրիստը գալիս է, իրանք միանշանակ քո հանդերձանքին ուշադրություն են դարձնում։ Մենք ունենք լոկալ գիդեր, այսինքն տեղաբնակ գիդեր, տվյալ մարզում այդ մարդը անում է գայդինգ։ Ու երբեմն մենք էլ իհարկե իրանց դիմում ենք թե որպես մարզերը զարգացնելու համար, թե որպես մեր իրար վրա է գործը գալիս, այսինքն տուրիստը ու դու մեկը պետք է տանի։ Հիմա աշխատանք ենք անում իրենց հետ, որ իրանք էլ հրահանգավորում անեն, իրանք էլ ունենան այն գույքը, որը մենք ունենք, իրանք էլ ունենան դեղատուփը, որը մենք ունենք։ Այսինքն տեղաբնակ ուղեկցողներին էլ պիտի օգնենք, որ իրանք ունենան այդ հագուստը, իրանք ունենան այդ գիտելիքը, իրանք անեն հրահանգավորում տուրը սկսելուց առաջ, երթուղի դուրս գալուց առաջ անեն համապատասխան հրահանգավորում։ 10 րոպե հետո եթե կարիք կա էլի հրահանգավորման, ռելև փոխվելուց, էլի անեն այդ հրահանգավորումը, հա, անընդհատ այդ process-ը անեն։ Հիմնականում սերվիզն է իմ կարծիքով ու լավ գույք հանդերձանք ունենալը որպես խնդիր։ Թե չէ ռելիեֆը թույլ է տալիս մեզ տարբեր туриզմի ձևեր անել, դաշտեր ունենք, կիրճեր ունենք, լեռներ ունենք, անտառներ ունենք, ամեն ինչ ունենք, ամեն մարզում մարզին համապատասխան երթուղի կարանք առաջարկենք ըստ սեզոնայնության, բայց սերվիզը պիտի լավը լինի։ Մարզերում այս պահի դրությամբ եթե արկածային туриզմի ուղեկցողներ ունենանք, այդ մարդիկ չեն թողնի իրանց գյուղը գան Երևան կամ գնան երկրից դուրս։ Այսինքն ընդհանրապես туриզմը ինքը ինձ համար նաև հոբի է։ Ասում է ամենալավ աշխատանքը դա բարձր վարձատրվող հոբին է, ու եթե գյուղացին դա դիտարկում է որպես հոբի ու ինքը վարձատրվի, առավել եւս բարձր, ինքը հետեւաբար չի գնա։ Իսկ դա գյուղացու համար շատ հեշտ է, որովհետև ինքը այդ նույն արահետներով, չգիտեմ, իրանց անասուններն է տարել ինչ-որ մի ժամանակ, սարեր կամ ինքը տեղով գնացել է սունկ հավաքել, ինքը դա գիտի, ինքը տեղ ապրել գիտի, ուղղակի իրան պետք է ընդամենը տեխնիկապես ինքը մոտենա այս մասնագիտությանը, ինքը սովորի հրահանգավորումի, հետևաբար ինքը չի գնա։ Այսինքն եթե վերցնում ենք որպես ուղեկցում, հա, ու այլ տարբեր գործողություններ կան, հյուրատները նույն, հա, որովհետև արկածային туриզմով եկածի համար այդքան էական չի ինքը բարձրակարգ հյուրանոց գնա, ինքը կարա գյուղում ինչ-որ մի հյուրատանը հյուրընկալվի, գիշերակացանի կամ ինչ-որ մի ճամբարում վրաններով անի, այսինքն ինչքան ծառայությունը գյուղի շատ, այդքան արտագաղթը կամ գյուղը լքելը այդքան ավելի քիչ։ Հիմնականում տենց կարա նպաստի ու նաև տարբեր այլ ծառայություններ, մեքենաներով են ուղեկցում, ասենք լեռներ, ինչին որ ես մի քիչ դեմ եմ կամ պիտի լինի ընտրված երթուղիներ, որովհետև կան երթուղիներ, որոնց վրա որ պետք չի որ մեքենա աշխատի, դա իմ կարծիքն է, որովհետև երբ որ սար գնացողը, քայլողը, երբ որ լեռնագնացը գնում է միտեղ ու տեղ իր կողքով մեքենայով գալիս են, անցնում են ու ինքը գնում է այնտեղ գագաթ, ունդեղ կա մեքենա, դա արդեն դուրս է, հա, ամեն ինչից, ես չեմ սիրում այդ վիճակը։ Իհարկե նաև չես կարող ասես այդ մարդը ունի մեքենա, ուզում է աշխատի, եթե
Օրինակ դիմաց լեռը, եթե վերցնենք ամենաայցելվողներից մեկը, համ հայքինգի, թրեքինգի տակ է օգտագործվում, համ ամենագնացների, այսինքն ջիպինգի տակ։ Դա էլի ռեսուրս է։ Իմ կարծիքով այդ ուղեկցումը, թե ոտքով, թե մեքենաներով, թե ծառայություն մատուցելը ինչ-որ մի ձև գյուղական, թե ուտելիքներ, թե հյուրատուն, այդ ամեն ինչը այդ ամեն ինչին նպաստում է արկածային տուրիզմը։ Ընդհանուր տուրիզմը, նաև արկածային տուրիզմը աշխարհում միշտ աճել է, միշտ թիվը աճել է, երբեք չի եղել, որ ճանապարհորդի թիվը աճման այդ թիվը նվազի։ Եթե իհարկե չկա COVID, չկան պատերազմներ, չկա ինչ-որ խանգարող ֆորս մաժոր վիճակ, հա, եթե չկա այդ ճգնաժամային վիճակը, ինքը միշտ աճում է։ Հայաստանում, երբ որ նայում ենք աճը, էլի 10 տարի առաջ ու հիմա հսկայական աճ է անգամ ներքին տուրիզմում։ Եթե տեսնենք արշավ գնացող մարդիկ ոնց են քայլել 10 տարի առաջ, 15 տարի առաջ ու ոնց են քայլում հիմա։ Հսկայական մեծ թիվ կա, շատ արշավախմբեր կան արդեն, իրանց գույք հանդերձանք այն ժամանակ զինվորական համազգեստով էին քայլում, տենց սպորտային համազգեստով, ասենք կեդերով կամ իսկ հիմա արդեն երբ որ տեսնում ես, արդեն կոնկրետ հայքինգ էպիկիրովկա է, գույք հանդերձանքը բոլորի արդեն պրոֆեսիոնալ է, այսինքն հասանելի է ու այդ աճը հսկայական է, արշավախմբերի աճը, արշավողների աճը, երթուղիների աճը, այն ժամանակ ասենք մի քանի երթուղի կարային լինեին, հիմա ասենք գնում են մարդիկ էքսպեդիցիաներ, բացահայտում են նոր երթուղիներ, նոր հետաքրքրություններ ու իվենտ են կազմակերպում ու խումբ են հավաքում գնում են, այսինքն աճ կա։ Նույնը նաև ներգնադաշտում, քանի գնում է տուրիստների հոսքը ավելի մեծ է, նվազել է COVID-ի ժամանակ, պատերազմի ժամանակ, հետո նորից միանգամից սկսել է արդեն աճել։ Կոնկրետ արկածային տուրիզմի բոլոր ձևերը զարգանալու համար շատ կարևոր է հենց անվտանգությունը, որ րոպեին թերացավ անվտանգությունը, այդ րոպեին արդեն տվյալ տուրիզմի ձևը կամաց գնալու է անկման ու վերանալու է։ Իսկ անվտանգությունը այսօրվա պայմաններով էլի բոլոր արշավախմբի ղեկավարները հիմնականում ում ես ծանոթ եմ, անցնում են համապատասխան թրեյնինգներ։ Իհարկե դեպքեր եղել են, հենց իմ հետ էլ է դեպք պատահել, շատ լուրջ դեպք է պատահել, բայց տեսեք կա բնության աղետներ, ֆորս մաժոր վիճակներ, որոնք որ կախված չեն մարդուց ու կա որ կախված է հենց կոնկրետ ուղեկցողից։ Դրա համար պիտի ուղեկցողը այնքան պատրաստված լինի, որ կանխագուշակի վտանգը կամ չգիտեմ, բայց ամեն դեպքում եթե արկած է, այդ միջադեպը կարա լինի ամեն դեպքում, եթե արկածային տուրիզմ է։ Իսկ ուղեկցողները այսօրվա դրությամբ վերապատրաստվում են տարբեր կազմակերպություններով, ովքեր որ դասավանդում են առաջին օգնություն, առաջին բուժօգնություն։ Մի քանի լավ կամպանիաներ կան, կազմակերպություններ կան, լավ հրահանգիչներով, ովքեր որ այդ process-ը անցկացնում են։ Նաև տարբեր դասընթացներ են կազմակերպում հենց արշավախմբի ղեկավարները, ալպինիզմի լեռնային տուրիզմի ֆեդերացիան ու ինստիտուտներում, որտեղ որ հնարավոր է սովորել ճիշտ ուղեկցող լինել, ճիշտ հրահանգիչ լինել, այսինքն այնտեղ տարբեր է, հա, տեղանք, կողմնորոշվում, գույք հանդերձանք, առաջնորդություն, այդ leadership կոչվածը, ինչը շատ կարևոր է այս ամեն ինչի մեջ, որ ուղեկցողը նաև լինի լիդեր։ Հանդիպում են, չէ, որ ասենք ինքը ուղեկցողն է, բայց եթե ինքը լիդեր չի տեսակով, նենց չի որ հաջողության է գնում դեպի այդ տուրը, այդ արշավը, այսինքն դա էլ է այդ նույն թրեյնինգների, այդ նույն դասընթացների մեջ մտնում։ Այդ ամեն ինչից հետո բավականին անվտանգ է ստացվում, եթե ուղեկցողը իր թիմով, այսինքն ոնց է առաջի շարքից առաջի քայլող ուղեկցող, հա, վերջից շարք փակող, միգուցե մեջտեղից բժիշկ, մի ժամանակ ավելի շատ էին թիմում մարդկանց գործողությունները, բժիշկը անգամ խարույկ վառող կար, լրագրող կարով պիտի այդ ամեն ինչը գրեր, սննդի պատասխանատու կար, հա, այսինքն եթե սպորտային էր, եթե սպորտային այդ բոլորը կան շատ լավ է, եթե ուղղակի անձը ուղեկցում է եվրոպական խմբեր ու ինքը անցնում է այս կուրսերը շատ լավ է, նաև կախված է օպերատորից, տուր օպերատորից, որ ինքն էլ հասկանա, որ եթե խումբը մեծ է, պետք է երկու ուղեկցող կամ պետք է վերցնի այն ուղեկցողին, ով ունի համապատասխան գիտելիքներ, անցել է համապատասխան կուրսեր, այդ ամեն ինչը բերելու է անվտանգության
վտանգի տոկոսը բավականին քչացնելու է ու արվում է այդ բարեբախտաբար այդ ամեն ինչը արվում է, ինքս տեսնում եմ, որ տարբեր կայքեր, արշավախմբեր կազմակերպում են այդ դասընթացները, ես ինքս բավականին շատ անցել եմ տարբեր տրեյներների կողմից, Եվրոպայից եկած մասնագետներ, տեղացի մասնագետներ, շատ տարբեր կուրսեր եմ անցել ու շատ կարևորում եմ այդ ամեն ինչը։ Ամեն դեպքում կա մի փաստ, որ եթե արկածային туриզմը մարդ ինչքան էլ այդ ամեն ինչը անցնի, պիտի իմանա, որ ինքը գնում է դեպի բնություն ու վտանգները ամեն դեպքում կան անկախ քո գիտելիքից։ Դա նենց բան կարող լինի, ոնց որ ասենք նստած շենքում երկրաշարժ լինի, Աստված չանի, կամ չգիտեմ, ինչ-որ մի բան լինի, բնության աղետ է, այդ ամեն ինչը պիտի գիտակցենք, որ կարող նման բան լինի։ Խորհուրդ բոլոր արշավականներին կամ ընդհանուր բոլոր մարդկությանը, ինչքան կարող գնացեք բնություն, որովհետև ես ինքս այդ բնությունից միշտ ստանում եմ մաքսիմում դրական։ Ես այնտեղ թողում եմ իմ բացասական էներգիան ու ստանում եմ բավականին դրական էներգիա, գնացեք լեռներ, ճիշտ է, ամեն դեպքում եթե արկածային туриզմ է, ուրեմն կա վտանգի փաստը, բայց պետք է գնալ բնություն, պետք է վերցնել բնությունից, լեռներից, միշտ լեռնագնացների մեծ մասը ասում է մենք սարը չենք հաղթահարում, ինքներս մեզ ենք հաղթահարում, կարելի է գնալ հաղթահարել ինքդ քեզ կամ սար գնալը, լեռ գնալ ինքը խիստ ինդիվիդուալ է, դու ինչի համար ես գնում, ինչ ես վերցնելու այդ սարից, ինչը կարևոր է սարում քեզ համար, ինչ ստացար դու, ամեն մեկը մի ձև կարա մեկնաբանի հետ, բայց ամեն դեպքում այն փաստը, որ այդ սարը քեզ բավականին շատ էներգիա է տալիս, նույն ժայռը մագլցել, այդ հպվել այդ պայքարը ժայռի հետ, դու այդ ժայռից դու կարաս մի քիչ քերծվածքներով կամ մատերդ ավելի վնասված, sense մկաններդ բռնված իջնես, բայց ռեալ ստանալով մեծ էներգիա այդ ժայռից, այդ բնությունից, այդ սարից, գնացեք լեռներ, սիրեք բնությունը, մոտ գտնվեք բնությանը, մի հաղթոտեք ու մի վնասեք բնությունը։